Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է զինված ուժերի ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Արձանագրում է պատերազմում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ 1 ժամ տևողությամբ հարցազրույցին Հայաստանի վարչապետը վաղ առավոտյան 9 կետանոց գրառմամբ պատասխանել է։ Փաշինյանի կարծիքով մեջբերում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար, գրել է Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում ու ավարտել գրառումը հետևյալ խոսքերով. Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել։ 5-րդ ալիքի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրն արդեն համոզված է եղել, որ հայկական կողմը պարտվելու է։ Մեջբերում այնինչ տեսել եմ, ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Քոչարյանը պատմել է, որ ինքը պատերազմի օրերին փորձել է հանդիպել Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն մերժվել է։ Հարությունյանն ասել է. «Մեջբերում, եթե հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը կուտի»։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է նաև 2020-ի հոկտեմբերի վերջ պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին, որին Ալիևը համաձայնել է, Փաշինյանը ոչ։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար հոկտեմբերի 18-ին, 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետև գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Կար այդ զեկույց եւ դա հանրային հայտնի փաստ է։ Բայց ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակելու։ Եվ բացատրությունը հետևյալն է, իր բացատրությունը։ Այդպիսի որոշում եմ կայացրել, որը չասեմ, որ ես դավաճան եմ։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6000 վիրավորներով։ Սա առաջնորդի քայլ է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո խաղաղության եւ զարգացման միտումները ամրապնդվում են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բաքու կատարած այցից վերադառնալիս լրագրողների զրույցում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Էրդողանի խոսքով խաղաղության քամիներ են փչում եւ Թուրքիան ողջունում է դա։ Նա եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Անկարան պատերազմի հենց սկզբից սատարել է Բաքվին, ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շարժվում է Ադրբեջանի հետ համաժամանակյա։ Վերջին շաբաթներին Հեցում մի քանի 100 ազատված աշխատակից կա, հայտնել է Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Բոլոր ազատումները արվել են բացառապես օրենքով, ազատված պաշտոնյաները կամ չեն համապատասխանել իրենց պաշտոններին, կամ վնաս են հասցրել, կամ վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին, հավատացրել է Պետրոսյանը։ Նրա խոսքով մի քանի տասնյակ դատական հայցեր կան եւ հույս ունի, որ դատարանները արդարացի վճիռներ կկայացնեն։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի Տաշիր կապիտալից հեծը վերցնել-չվերցնելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ այդ օրը քննարկվելու է մեջբերում Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում։ Հեցի ժամանակավոր կառավարիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը կիրակի հավանական էր համարել, որ հեցը կզրկվի լիցենզիայից։ Դժվար է
Հրազդանի ցեմենտ գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը, որը չեն ստացել մոտ 1 տարի։ Ակցիայի մասնակիցների խոսքով 300-ից 400 մարդ տևական ժամանակ է աշխատավարձ չի ստացել։ 400 մարդ այսօր տրաֆիկինգ է ենթարկվում Հայաստանում հենց։ Մարդիկ աշխատում են, կոպեկ չկա, դա ինչ է։ Որոտար հողում աշխատեին մի 4-5 ամիս, պետությունը կմիշնորթեր, որ ընդ փողը տան։ Իսկ տեղում այսքան մարդ 350 400 անձնավորություն աշխատում ա որ փող չի ստանում, դա ոչորեն կա, ուրեմն որ դատ կա, որ դիվան, ինչ ասեմ։ Հրազդան Cement Corporation-ը սնանկ է ճանաչվել դեռ 2024 թվականի ապրիլին։ Բողոքի ակցիայի դուրս եկած աշխատողները հայտարարել են, որ գործարանի չաշխատելը մեծ վնաս կարող է պատճառել պետությանը։ 24 տարի առաջ Արագաստ սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի արջունը Կարտաշիրիմ են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը։ Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում եւ դատարանը պետք է դիմի Վրաստանի իրավասու մարմիններին Արտաշիրիմում անելու համար։ Պողոսյանի արջունն արտաշիրիմելու անհրաժեշտությունը առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո։ Ըստ հանրային մեղադրողի նորի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն։ Խնդրում եմ ձեզ, անընդհատ մի եկեք։ Վաղարշապատի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը եւ երկրից բացակայելու արգելքը։ Տնօրենին մեղադրում են բարեգործության արգելքը խախտելու համար։ Ըստ կոմիտեի հոկտեմբերի 21-ին Վաղարշապատի գյուղերից մեկում ԿՊ տեխնատուների մասնակցությամբ անցկացված բարեգործական միջոցառման ժամանակ բնակիչներին բաժանվել են արժեքավոր նվերներ։ Անուշ Համբարձումյանը Facebook-յան իր էջում մանրամասն պատմել է, թե ով ինչ նվեր է ստացել։ Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր, հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև չկանոնակարգված ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների բնագավառը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների եւ տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նմանատիպ համաձայնագիր Հայաստանը նախատեսում է ստորագրել նաեւ Չինաստանի հետ, հայտնել է գերատեսչությունը։ Հայաստանում հաստատվել է գրիպի H3N2 ենթատեսակը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից քաղաքացիներին հորդորում են անպայման կապ հաստատել բժշկի հետ, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ չօգտագործել հակաբիոտիկներ, իսկ հիվանդություններից եւ բարդություններից խուսափելու համար պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Խուսափել շփումից, շնչառական վարակով մարդկանց հետ, հիվանդության դեպքում մնալ տանը, երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում մեկնարկել է կամավորների լայնածավալ հավաքագրում հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու եւ կարևոր օբյեկտները պաշտպանելու համար։ Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք, որը թույլ է տալիս պահեստազորայիններին ներգրավել նմանատիպ խնդիրների կատարման գործում ոչ միայն ռազմական, այլև խաղաղ պայմաններում։ Ջոկատների հիմնական խնդիրը լինելու է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը։ Պահեստազորայինները կստանան զինծառայողի կարգավիճակ իրենց հասանելիք բոլոր արտոնություններով, ներառյալ սոցիալական երաշխիքներն ու վճարումները։ Որոշ մարզերում մասնագիտացված ջոկատների ձևավորումը սկսվել էր դեռևս մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Պուտինը հակված է արգելել միջուկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է նաև, որ ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը միջուկային զենքեր չեն փորձարկում։ Ավելի վաղ Դաշնության ղեկավարը անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել եւ հանձնարարել պատրաստ լինել միջուկային զենքերի փորձարկումների։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը խոսել էր ամերիկյան միջուկային զենքերի փորձարկումների նախապատրաստության մասին։ Эпоха уже другая. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև երկկողմ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակվում է, սակայն այն չի ընթանում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով երկու երկրների խնդիրները լուծելու համար ժամանակ է պետք։ Փլատակները մաքրելը դեռ երկար ժամանակ կպահանջի, նշել է Լավրովը։ Ռուսաստանը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների վավերականությունը, հիշեցրել է Դաշնության արտգործնախարարը։ То союзникам России вот в этой
ԱՄՆ Սենատը հաստատել է կառավարության ֆինանսավորման փաթեթը, հարթելով ռեկորդային 40 օր տևողությամբ շատդաունից դուրս գալու ճանապարհը։ Օրինագծին կողմ է քվեարկել 60 սենատոր դեմ 40-ը։ Կառավարության ֆինանսավորման վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրի ընդունումը ընդհանրակարգային առաջին քայլն է։ Ըստ օրինագծի ԱՄՆ կառավարությունը կֆինանսավորվի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Ձեռք բերված փոխզիջումը նախատեսում է պարապուրտի ընթացքում աշխատանքից ազատված դաշնային ծառայողների վերականգնում և նրանց աշխատավարձերի փոխհատուցում։ Ֆրանսիական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը ազատ արձակել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատարանի հսկողության ներքո։ Նա ազատվել է այն պայմանով, որ որևէ կապ կամ շփում չի ունենա գործի մյուս մասնակիցների հետ։ Մի քանի օր առաջ դատախազությունը հետաքննություններ սկսել Սարկոզիի հասցեին Սանտե բանտում հնչած սպանության սպառնալիքների վերաբերյալ։ Ըստ մամուլի Նիկոլա Սարկոզին չի ուտում բանտի սնունդը, խմում է միայն յոգուրտներ։ Սարկոզին նաև հրաժարվում է մթերք գնել բանտի խանութից եւ ինքնուրույն պատրաստել։ Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել էր 5 տարի ժամկետով Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում ստանալու համար։ Մոսկվայի մետրոպոլիտենում տարեցկինը 13-ամյա աղջկան հրել է ու գցել մետրոյի ռելսերի վրա։ Երեխային հավաքվածները հասցրել են դուրս բերել եւ փրկել գնացքի հարվածից։ Ըստ նախնական տեղեկության տարեց կնոջը դուր չի եկել, որ 13-ամյա աղջիկը հեռախոսով բարձր խոսել է։ Թոշակառուն նրան դիտողություն է արել, աղջիկը չի պատասխանել նրան, ինչից հետո կինը հրել է։